Նախկինում 7 օր 7 գիշեր ձգվող հայոց հարսանիքներից այսօր քիչ բան է մնացել։ Հայկական հարսանեկան ծիսաշարի մեջ մտնող գաթա եւ լավաշ թխելու օրը, մսածու մորթելու օրը կամ այլ նմանատիպ ավանդական արարողությունները վաղուց արդեն դուրս են մղվել հայկական հարսանիքների արարողությունների ցանկից։ Այժմ հարսանիքները 1 օր են տևում, այն էլ շատ ժամանակ դրանք ոչ այնքան ավանդական կարգով են կատարվում։ Գյուղում հարսանիքներ հազվադեպ են լինում, սակայն եղածներին փորձում ենք որքան հնարավոր է երկար ուրախանալ, ասում է Միշել Սիմոնյանը։ Խոժոռնիում պարտադիր հետևում են ավանդույթներին։ Հին հայկական ավանդական հարսանիքներից պահպանվել են հարսի ճանապարհ փակելն ու փող պահանջելը, հարսի կոշիկը պահելն ու նմանատիպ շատ այլ կարգեր։ Հարսանիքի իմաստը հենց այս ավանդական արարողությունների մեջ է, ասում են։ Սա գյուղի մեծ ուրախություն էր, մեծ գյուղը բազմազգ ժողովուրդ է, ազերբայջանցի կա, ուկրաինացի կա դաժե, բոլորը Ակվեցին, ուրախացրինք։ Պատմագետների հավաստմամբ նույնիսկ հարսանիքին կարևոր դեր ունեցող անձանց գործառույթներն են փոխվել։ Այժմ ճիշտ է մասամբ, սակայն հայկական հարսանեկան արարողություններ անում են հիմնականում գյուղերում։ Օրինակ Վրաստանի հայաբնակ Խոժոռնի գյուղում հարսանիքի հաջորդ օրը պարտադիր նաև խաշ ուտելու արարողություն են կազմակերպում։ Հենց անմիջապես ապրանքը մորթվում է, հաջորդ մի ժամ հետո խաշը ֆարսունքով բանով մաքրում ենք, այդ տանմեն տանտերը սրա հետ գործ չունի։ Ես մեր ոնց որ ժողովրդական օգնություն էլի, հարևան կլի, բարեկամ կլի, այս լրի օգնությունները տանտերը կապ չունի։ Լրի մեր հարևանությունը, մեր բարեկամությունը, ընկերական շրջապատում, մեր գյուղը ցածլիբը լավն է։ Մեր նկարահանման ժամանակ գյուղում հարսանեկան արարողություն էր եղել ու հաջորդ օրը խաշ էին պատրաստում։ Միշել Սիմոնյանն ասում է, որ խաշ պատրաստելու համար 3 կին են ընտրվում, ովքեր ամբողջ գիշեր հետևում են խաշի եփելու ընթացքին։ Խաշը ժամը 9-ին, 9:30 ժողովուրդը լրիվ հավաքվի ուտի ու ծրվի։ Խաշից հետո էլի զակուսկեղենը բանը տրվում է, խաշը խանգարող չի, պրոստ մեր մոտի ադաթը տենց է։ Մենք պետք է խաշ տանք ժողովրդին, դա որ թվերից է եկել, դա բայց մեր գյուղի ադաթը տենց է։ Սուսաննա Հախվերդյանը խաշ պատրաստող կանանցից մեկն է։ Ասում է, ճիշտ է պատրաստման ընթացքը երկար է տևում, սակայն միաժամանակ հաճելի արարողություն է։ Սուսաննան հիշում է, որ այս ավանդույթը իրենց մանուկ ժամանակ էլ կար ու կարծում է դեռ երկար կպահպանվի ու կփոխանցվի սերնդե սերունդ։ Մեր Արայիկ Իվանահիտ Նիկնելերեք մեր թագավերիք ենք անում երեխանց ուրախացնենք։ Մարդիկ միշտ ասել են թագավերիքին պետք է խաշ ուտացնենք, ապրանքի ոտնուղ պետք է եփել ու խաշ ուտացնենք։ Սարքողի կռները դավարալնի, միշտ է օջախի ուրախ երջանկոցերի հասնենք։ Ուտողին անուշնի, ասկինամատուրնի։ Մեր խաշը բոլորի համար հասել է, ինքը արժանի անձնավորություն է։ Սահմանամերձ Խոժոռնիում այսպես կոչված թագավերիքի օրվա հայկական ավանդական արարողությանը նաև հույներ ու ադրբեջանցիներ էին մասնակցում։ Լուսինե Փարսադանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։